Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը եւ այսօր մոդելավորելու եմ ornament, այսինքն այստեղի ցույց տամ այս սա 3D մոդելն ենք ստանալու։ Ուրեմն ես նախ այս նկարը պետք է տեղադրեմ 3D Max ծրագրի մեջ։ Առաջի քայլը որ պետք է անեմ, ես պերսպեկտիվ դաշտը պետք է փոխեմ front դաշտում, F-ը սեղմում ենք եւ այստեղ plane պետք է դնեմ այսպես։ Նախնական սկզբնական վիճակում այստեղ 3 հատ գիծ, 3 հատ այսպես գծեր են դրված, այստեղ աջ կլիկ ենք անում, այս գծերը անում ենք, մեզ պետք չեն սրանք։ Եվ F3-ը սեղմում եմ, անջատված վիճակ էր, միացած էր, անջատեցի, որ այսենց թափանցիկ չլինի, որովհետև թափանցիկ վիճակով եթե նկարը գցենք, կգնի background-ի վրա, այտենց բան չենք անելու, այսի անջատում եմ, այս G-ն առաջում չեմ անջատում, ես այսպես minimize անեմ, այս նկարը վերցնեմ գցեմ սրա վրա, և ստեղից պետք է նայեմ ինչքան է չափսը, 640-351-ի վրա, այսինքն առաջինը այստեղ 351 հակառակն են գրում, ստե 640, այսպես, նկարը, այնտեղի նկարն ու այստեղի plane-ը, որն ունի իր վրա պահում է նկարը, նույն չափերը պետք է ունենան, որպեսզի պրոպորցիաներով խախտված չլինեն։ Դրանից հետո այս նկարը մի պահ պերսպեկտիվ ռեժիմ գնամ, ցույց տամ, թե որտեղ պետք է լինի, որպեսզի մոդելավորելու ժամանակ խնդիրներ չունենանք։ Եթե մի քիչ հետ կամ առաջ լինի, մենք խնդիրներ ենք ունենալու։ Դրա համար այս ամեն ինչը իհարկե կկարողանանք ուղղել այստեղից X-ը աջ կլիկ ենք անում սլակների վրա զրոյացնում, Y-ը եւ Z-ը։ Տեսնում ենք, որ ինքը գտնվում է կենտրոնում լիարժեք։ Եվ սրանից հետո նորից սեղմում եմ F-ը, գալիս եմ այս դաշտ, G-ն սեղմում եմ, անջատում եմ ցանցը, որպեսզի չխանգարի մեզ, եւ սառեցնելու եմ այս plane-ը, որ ինքը չշարժվի։ Աջ կլիկ ենք անում, օբյեկտը միայն նշելու ժամանակ աջ կլիկ ենք անում եւ այստեղ նոր բերում է object properties-ը։ Եթե այստեղ սեղմեցիք աջ կողմ դատարկ տարածության վրա, object properties-ը չի հայտնվում։ Աջ կլիկ արեցի, սեղմեցի object properties, այստեղից ընտրում ենք freeze-ը եւ անջատում ենք show freezing in gray, ասում ենք OK։ Եվ մեր նկարը այս plane-ը դարձավ արդեն անշարժ։ Սրանից հետո գալիս ենք այստեղ, պլյուսիկի վրա սեղմում ենք, geometry պատուհանից գալիս ենք plane-ի վրա, այստեղ ընտրում ենք մենք մի հատ այսենց plane, plane-ը չափեր չենք տալիս plane-ին, ինչի, որովհետև մենք իր վրա կիրառելու ենք edit poly գործիքը եւ դրանով ենք փոփոխությունների ենթարկում, այստեղ պետք է տեսնենք, որ նորից այսպես գծեր չունենա հանկարծ, այստեղ նորից զրոյացնում ենք այս թվերը, որպեսզի գծեր չլինի ընդհանրապես եւ նշանակում ենք edit poly գործիքը։ Edit poly գործիքի նշանակելուց հետո մենք տեսնում ենք այստեղ vertex-ների ռեժիմի ժամանակ, գալիս ենք vertex-ների կետերի ռեժիմ եւ տեսնենք մոտավոր ինչ չափսերի մեջ կարելի է սկզբնական վիճակում ասես պահել եւ աճացնել։ Աճացնում ենք edge-ի ռեժիմ, այսինքն գծերի ռեժիմի ժամանակ եւ այսենց իրան դուրս ենք բերում, ինչեւ օրինակ ստեղ։ Բայց որպեսզի այս ամեն ինչը մենք տեսնենք, սեղմում ենք Alt-X, Alt-X-ը սեղմելուց հետո թափանցիկ է դառնում մեր այս plane-ը։ Եթե F4-ը անջատենք, sense ոչինչ չենք տենա։ F4-ը միշտ գիտեք, որ միացած պետք է լինի մոդելավորման ժամանակ, պայտակ կարող անջատեք, եթե 3D մոդելն արդեն ունեք, պետք կարող եք անջատել եւ
որ տեսնեք ձեր մոդելը առանց գծերի, որպեսզի hard newt-ը տեսնեք։ Այսքանն արեցի, գալիս եմ կետերի ռեժիմ, Alt-X-ը այսինքն Alt-X-ի միջոցով ստացանք մենք թափանցիկություն, որպեսզի տեսնենք նկարը։ Այսպես այս հատվածում գալիս եմ, այսպես, այստեղից Shift-ը սեղմում ենք, գալիս ենք այս հատված, կետերի ռեժիմ մտնում, ու սենց կարգավորում ենք։ Նորից, նույն բանի, կարիքը կա, այստեղ զգում եմ, որ այս ինչև այստեղ պետքա գա, ինչի համար, որտեղ այստեղ մենք այսպես հատված ունենք։ Միշտ հիշեք, որ ինչքան քիչ կետերով ու գծերով մոդել եք ստանում, այդքան գրագետ է համարվում մոդելը պրակտիկ եւ պահանջված է այդ մոդելը։ Եվ փոփոխություններ անելու ժամանակ էլ շատ հեշտ է լինում փոփոխություններ անել։ Եթե գծերն ու կետերը շատ են, կդառնա մի պատմություն։ Դրա համար ես ընդամենը 4 մասի բաժանեցի 3 գծերով եւ անցնում եմ առաջ։ Գալիս եմ այս հատված, ստեղից նորից Shift-ը սեղմած, ես գալիս եմ այստեղ, միատել եմ Shift-ը սեղմած, որ գիծ թողնեմ այդտեղ, երբ որ Shift-ը սեղմած քաշում, այդտեղ գիծ եմ թողում, այսպես, ես ինչի համար այստեղ թողեցի, հիմի ցույց կտամ միանգամից, թե այստեղ, մի հատ այստեղ եմ թողում, մի հատ այստեղ, մի հատ այստեղ, մի հատ էլ ամենավերջում։ Կետերի ռեժիմը օրինակի համար, ես այստեղ տեսնում, որ այս հատվածը պետք է ներս մտնի։ Դրա համար տեղ գիծ թողեցի, սա նույնպես, այս սրան ձեռք չեմ տալիս, թողում եմ այսպես, ես երկու հատը դուրս եմ բերում իրան, այստեղ, մանավանդ այս մեկը ավելի եմ դուրս բերում, սա այստեղ եմ բերում, այսպես, այսքանը ստացանք, ինչ ենք անում սրանից հետո, ուրեմն գալիս ենք այս հատված տեսնում ենք, որ այստեղ ոնց որ այստեղ ինքը եթե բաց ենք թողել, մտնում ենք գծերի ռեժիմ, նշում ենք երկու գիծը, connect ենք ասում, մի հատ գիծ ավելացնում ենք։ Այս մտածում եմ, որ այս հատվածը հələ որ կարելի ասել վիճարկելի է, ասենց կարանք ասենք կպած է, կարանք ասենք կպած չի, դրա համար ես այստեղից սկսեցի, բայց ամեն դեպքում կարանք ստեղից էլ անենք։ S և S այսքանը վերցնում ենք, Shift-ը սեղմած, գալիս ենք առաջ, եկանք առաջ, կետերի ռեժիմ ենք մտնում, այս կետերը բերում ենք մեր այս գծի վրա ենք դնում, բերում եմ այստեղ, այսպես, և գծի ռեժիմ եմ մտնում, ինքը հիշում է, որ վերջի գործողությունը կատարել եմ այս գծի հետ, կարմիրով նշում եմ, կարիք չկա նշելու, նորից եմ Shift-ը սեղմած գալիս առաջ, այսպես գալիս եմ այստեղ, այս արդեն ստեղ եմ բերում, այսեն ստեղ եմ բերում, այսպես, Այս կարամ այսպես բերեմ, այսպես, այս նորմալ է այսքանը, այս կորությունների համար մենք ստեղ շատ գծեր չպետք է դնենք այստեղ, դա TurboSmooth մոդիֆիկատորը պետք է անի, մենք TurboSmooth-ի գործը պետք է մենք չանենք, դրա համար շատ գծեր դնել պետք չի, այստեղից գալիս եմ ես, այսպես, Shift-ը սեղմած, դուրս եմ բերում ես հատվածը, ես իրան ասում rotate-ով պտտվի, այսպես պտտվեց, նորից եմ Shift-ը սեղմած քաշում, այստեղ տեսնում ենք, որ արդեն շատ պտտվելու հատված կա, շատ պտտելու կարիք կա, նորից եմ Shift-ը սեղմում, W եմ ասում, select and move միանումը, որ նոր ստեղ չգամ, են էլ rotate-ն է,
R-ը scale-ն է, այս պահին մենք select and move-ով իջեցնում ենք ներքև, նայեք, ստեղ մի հատ նրբություն ասեմ, որ զգուշ եղեք այստեղից չբռնեք, այստեղից բռնելով դա կոչվում է եռաչափի հետ գործ ունենք, այսինքն կարող է այստեղից բռնելով հոպ ներս դայեք F3-ը տանեմ ներս գնաց, այսինքն բան չլինի, այսինքն այստեղ մենք կամ մենակ X-ով ենք օգտվում, կամ Z-ով, կամ X-ով ու Z-ով, բայց ոչ երբեք Y-ով, դրա համար ես այստեղ երկու առանցքից եմ բռնում, կամ X-ից, կամ Y-ից, բայց ոչ այստեղից նախ գալիս ենք F' front, այսինքն սեղմում ենք Z-ը, սենց մի մոտիկացնում ու շարունակում ենք մեր գործը, այսքանը ուղեցի, հիմի ինձ ստեղ պետք է, որ ես կարգավորումներ անեմ կետերով, որտեղ շատ կտրուկ է շրջադարձը, այս պետք է բերեմ այստեղ, և սենց կամ այստեղ, rotate ասեմ իրեն, տտվի, նորից, shift-ը սեղմեմ, քաշեմ, տանեմ այս հատված, այսենց, ու ատել այսենց, աստեղ արդեն կետերով ենք կարգավորում, այս գալիս աստեղ, այս գալիս այստեղ, երկու այսպես, 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 կարող ենք սենց անենք, ուղղակի եսի գալիս այս հատված, ներսի մասը, կարծես թե կարգավորեցինք այս հատվածն է, տեսեք, եռաչափ էր երևի թե, ես երևի ճիշտ տեղից չբռնեցի, դրա համար տենց եղավ, ուրեմն այստեղ էլ է պետք սենց կարգավորել, ուրեմն, որովհետև մենք մի հատ տեսնենք, թե մեր արած աշխատանքի արդյունքը ինչ է տեղի ունենում, նախ գույնը փոխում եմ ես, այս սենց նայեք սենց փայլեր տեղի ունենում, այսինքն ինչի է լինում, որտեղ երկուսն են նույն կոորդինատի վրա են նստած, այսինքն սա Y-ով 0-ը է, տակի plane-ը սառեցված, էդ էլ է 0, որպեսզի տենց չլինի, մի թեթև այսպես կարող ենք վեր բարձրացնենք Y-ով, մի քիչ առաջ գա, որ չփայլի, հիմի այս գիծը ես վերցնում եմ, այսենց, Y-ով բարձրացնում եմ, և այստեղ մի հատ ուզում եմ ցույց տամ փորձնական, թե ինչ տեղի կունենա, եթե օրինակ turbo smooth տնենք, այսպես, այստեղ turbo smooth-ը 2 աստիճանով և F4 անջատեմ, տեսնենք մեր ornament մոդելը ոնց է իրեն ոնց է երևում, ուրեմն նայեք, մենք ստեղ ունենք սուր սրացած բարձրություն, իսկ մեր մոտ ստե turbo smooth-ի ժամանակ որ դրեցի, այդ էֆեկտը չկա, ինչի պատճառով է, այստեղ turbo smooth-ը հանում ենք, ուրեմն մի պակ կանեմ, կանցնենք առաջ, զուտ ծանոթություն, որ այստեղից ինչ է անում չանֆերը, չանֆեր սեղմեցի ես, ասում ենք այսպես, մի թեթև երկու կողմից, այսինքն գծեր, մի գծի երկու կողմից, երկու հատ, այսինքն գիծ, մի քիչ շատ է այս երևի թե, այսենց ենք անում, ասում օքեյ, օրինակի համար, մի հատ turbo smooth եմ անում, երկուական աստիճանով, տեսեք, որ արդեն սուր ենք, այս արդեն չանֆերի էֆեկտը
մենք տեսանք։ Եկեք turbo-smooth-ը ջնջենք, այստեղ այս չանֆերն էլ վերացնեմ, ինչի, որովհետև ես ընդհանուր պետք է անեմ, առանցին հետո չկպցնեմ իրար։ Չանֆեր մոդիֆիկատորը ամենավերջում կկիրառենք իր վրա, նոր հետո սիմետրի, հետո նոր արդեն turbo-smooth կարելի ասել։ Ուրեմն, այստեղից պետք է մենք գնանք shift-ով առաջ։ Այստեղ մենք ունենք պտտվելու կարիք, այս սենց պտտում ենք իրեն, այս սենց գալիս ենք այս հատված, ասում ենք իրեն, որ scale-ով սենց ուղիղ դառնա, այստեղ կետերով կարգավորելու կարիք ունենք, որտեվ կտրուկ շրջադարձա տեղի ունենում այստեղ։ Նայեք, այս հատվածում նույնիսկ կարելի էր այսի սենց այս հետ բերենք, այս Alt-X-ը սեղմեմ, տեսնենք, թե նախ ինչ շատ տեղի ունեցել, այստեղ մի քիչ առաջա պետք է բերել, այս կարելի է, չգիտեմ ինչի է, սենց փախցնում եմ բայտակ, իհարկե տեսնեմ, չէ, այստեղից չի խնդիրը, այստեղից չի, ոնց որ թե չունենք խնդիր, բայց ինչի ատենց անում, ամեն դեպքում, լավ, շարունակում ենք մեր գործը, այստեղից այսպես, այսպես, հետ եմ բերում մի քիչ, շատ իրար մոտ կետեր գծեր ցանկալի չեն։ Ուրեմն, մի թեթև պտտեցնում եմ ու shift-ով դուրս եմ բերում իրան։ Նորից ասում ենք rotate-ով պտտում ենք, shift-ով քաշում ենք, rotate-ով պտտում ենք, shift-ով քաշում ենք։ Այստեղ արդեն կետերի հետ աշխատանք պետք է տանենք։ Ուրեմն այս հատվածը այստեղից շարունակում եմ գալիս եմ այստեղ 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 մի հատ էլ կարելի է, վсё։ Այս կետերը այստեղ այս վերջավորություններում, այս հատվածներում այս ձևի վարվենք, այստեղ կարանք մի հատ գիծ ստեղ դնենք, ուրեմն այստեղ սենց մի հատ գիծ ենք դնում, այսպես, բերում ենք այս երկու գծերը ստեղ, այսպես, այս կետը իջեցնում ենք, հավասարեցնում ենք ներքևի կետին, օրինակի համար այսան ենք հավասարեցնում, սենց ինքը իջնում է ուղիղ հավասարում է ներքևին։ Ստեղ իրենք այս հատվածում եռանկյուն է նման, բայց եռանկյունը չի, ինքը ցանկալի չի, որ եռանկյուններ ունենանք, ճիշտ չի, գրակետը 4 անկյուններով է։ Այս մի քիչ էս էլ եմ իջացնում, որ աստիճանաբար լինի,
իսկ մնացածը այս կարող եմ այսպես մի քիչ sense թեքեմ turbo-smooth-ը միացած ժամանակ է ցույց կտամ թե ոնց կարանք համ turbo-smooth-ի էֆեկտը զգանք եւ համ աշխատենք այսպես է լինում այսի գալիս է ստեղ այս էլ այստեղ այսպես այսպես հիմին մենք կարանք այս հատվածը մոտ տեսնենք ոնց ստացվեց մեր մոտ turbo-smooth-ը միացնենք երկու հատով դնենք alt-x-ից հանեմ կարանք տեսնենք ոնց է կարանք vertex ռեժիմ վերադառնանք այստեղ ունենք մենք show cache ինչա անում էսի ուրեմն ցույց է տալիս այս վիճակով ցույց է տալիս turbo-smooth-ը միացած էֆեկտը turbo-smooth-ի էֆեկտով հանդերձ ցույց է տալիս սովորական գծերը դեղին գծերով այսինքն ես այս պահին կարամ այս էլ սեղմեմ show result-ն է սա այս կոճակը ցույց է տալիս եթե սեղմեմ ցույց է տալիս turbo-smooth-ի ակտիվ վիճակը բայց ոչ turbo-smooth-ի ակտիվ վիճակի գծերն էլ դեղինով է ցույց տալիս օրինակ ես սրանով կարող կարգավորեմ այս կետս ներս եմ տանում այսպես այս կետս ներս եմ տանում այսպես ես ստեղ կամ F4-ը սեղմեմ տեսնեմ ամեն ինչ նորմալ ամեն ինչ ճիշտ է իհարկե ես վրա այս սրությունը չեն կարել դա վերջում կանենք այստեղ ես վերադառնամ այս վիճակ F4-ը սեղմեցի կարող եմ այս անջատեմ կարող եմ այս վիճակով էլ մոդելավորումը շարունակեմ իդեպ նայեք գույների տարբերությունը այս գազարագույնը ցույց է այս գույնն է կարող փոխենք եթե ձեր մոտ ինչ-որ գիտեմ ուրիշ գույնը որի վրա ցայտուն կերևա ավելի ուրիշ կուզենաք ուրիշ գույնով ընդգծեք ստեի գույներ փոխեք կփոխվի ես այս պարագայում կարամ այս show cache-ը անջատում եմ որպեսզի սպիտակով ցույց տա ես այստեղից պետք է մի հատ նայեք կպած են իրար կարծես թե կպած են ինձ դա տենց է թվում այստեղ shift-ը սեղմած սենց դուրս եմ բերում մի հատ նոր պոլիգոն այստեղից մի հատ ստեղ եմ բերում այստեղ եմ բերում բերում եմ այստեղ ես չեմ մտահոգվում որ այստեղ ինչի է ուղիղ գիծ իմ մոտ որը turbo-smooth-ը կջարդի էսի կկորացնի դրա այդ առումով չեմ մտահոգվում այստեղ ես այս հատվածն եմ ուզում կառուցեմ մանավանդ այս մոդելի երևի թե ամենախնդրահարույց կետն է էսի մի տեսնենք թե ոնց են կանում այս հատվածը այստեղ եմ բերում այստեղ եմ բերում այս բերում եմ այստեղ այսպես shift-ը սեղմած աճեցնում եմ այս հատվածում ասում եմ որ այստեղ լինի այստեղ լինի այս հատվածում սենց ենք անում ուրեմն cut-off այսենց մի հատ այստեղից գալիս եմ այստեղ կարում եմ մի հատ այստեղից ստեղ եմ կարում այսպես այս հատվածը այս կետը քաշում եմ այստեղ եմ բերում եւ այս երկու կետերը այսինքն այս գիծը պետք է բարձրանա վերև սա նույնպես պետք է բարձրանան վերև այսպես շարունակում ենք այս հատվածը սեղմում եմ այսպես այստեղից գալիս եմ այս հատվածից այստեղ այստեղից այստեղ մի հատ եմ բերում որովհետև դրա կարիքը կա մի հատ եմ բերում այդ վերջնակետ որպես
ուրեմն ստեղից բերում եմ ստեղ, կետերը կարգավորում ենք, ինձ չի թվում, որ այստեղ կպած է, ամեն դեպքում եթե կպնելու կարիք կա, այստեղ գծեր կդնենք, բրիջ կանենք, բայց այստեղ կարիք չկա։ Կպած հատվածները պարզ դարձավ, թե ոնց ենք անում, այդ հատվածը ասենց թողում ենք այսպես, այստեղ ես որ բարձրություն ունեմ, այս կետս իջեցնում եմ ներքև, մագնիսը միացնում եմ և ասում եմ Y-ով գա հավասարվի սրանց, իհարկե մյուս նրան նախորդող կետը նույնպես իջեցնում, բայց շատ ամբողջությամբ մինչև վերջ չէ, այսքան եմ բերում և ասում, սրանց հետո գալիս ենք այս հատված, այս հատվածն ենք մոդելավորում, այստեղից սենց շիֆտը սեղմած գալիս եմ այստեղ, այսպես, այսպես, սենց շիֆտով եկանք այստեղ, այստեղից պետք է շարունակենք շիֆտով դուրս գանք այստեղից, այսպես շարունակում ենք, ուրեմն այստեղից ես այս հատվածում տեսնում եմ, որ ինքը գնալով ստեղ իջնում է ներքև, այստեղ պետք է իջեցնեմ այս ներքև, այսպես, իրան իջեցնում եմ, հետ եմ բերում, շատ տարա հետ, ներքև, այս էլ պետք է իջնի բավականին, սա էլ պետք է իջնի, այսքան շատ բարձր պետք չի այստեղ լինի, այս հատվածում մենք պետք է աճեցնենք նորից մի հատ պոլիգոն, այսպես, գալիս ենք այս հատված, մի հատ էլ ենք ասում, ստեղից այսի բերում ենք ստեղ, այսի բերում ենք այստեղ, ստեղից նորից աճեցնում ենք, բայց այս հատվածն առանցին կտոր է, դրա համար չենք խառնում իրար, այսպես, այս էլ պետք է գա այստեղ, շատ չեմ առաջ բերում, այստեղ շատ նուրբ հատված է, որը ուշադրել ենք, այստեղից նորից եմ առաջ բերում,
այս կտորը վերջացնենք, նոր անցնենք մյուս կտորներին։ Այս հատվածը ասենց եմ թողում, հետո կանադառնամ ավելի մանրամասն։ Այս կողմը վերջացնենք։ Վերջում վերջնամասում, ուրեմն արդեն նույն ձևի սկեյլով մոտիկացնում ենք վերտեքսներից վերցնում է այսպես ամենը այսքան նորեցինք մնաց այս քանի կտորն էլ
այս հատվածը գալով եզրն ասենց ցույց տալիս, եզրի հատվածն է մենակ բարձրացած, ես դրա համար այս կողմ բերեցի, այսպես, մնաց քանի հատը, ուրեմն այստեղից պիտի աճեցնենք, հատել եմ բերում, հատել, ընդհանուր բարձր պետք է լինի մի քիչ, որպեսզի այս հատվածը ներս տանենք մենք, իդեպ այստեղի գիծը մենք կարող ենք արդեն բարձրացնենք և բարձրացնենք այնքան, ինչքան որ այստեղ ենք բարձրացրել, այսինքն սենց Y-ով ցույց տանք այս կետը, այսպես, իսկ այստեղ նորից մի քիչ հատվածը բարձրացնում ենք, նորից մեջի մի մասը փոս ենք գցում, այսինքն կարանք այս հատվածը բարձրացնենք, այսպես, ինչ սենց է թվում, չգիտեմ, նկարից այսպես եմ ես հասկանում, որ այս հատվածում կարծես թե այստեղ ինչ է տարված, ինսետով սենց, բայց ոչ այս հատված, այստեղ կետերը target weld-ով կմիացնենք, կամ կմոտիկացնենք ավելի ճիշտ չենք միացնի, այս բարձրությունների առումով այս հատվածը իջնում է ներքև, այսպես, ինձ սենց է թվում, որ այսքան ներքև է ինքը ընկել, իսկ այս հատվածը միարկե մենք վերջում ավելի ճիշտ կա մի քիչ ընդհանուր կվերցնենք ու ներքև կձգենք, այսպես որ անենք, այստեղ սենց անենք, տեսնենք ոնց է եղել, այստեղ խնդիրն ինչ է, այս մի քիչ առաջ ենք բերելու, այսպես, մի պայսի, եթե մենք թողենք, ասենք, hide selection, դնենք ստեղ ինչ, ասենց լավ, արզ, այստեղ մի պա ես հայդ արեցի, անհայդ օլ անեմ, ես ուրեմն այսպես բերեմ, այս հատվածում փոսիկ ենք ունենում, բայց այս փոսիկը մի հետև
Կարելի է բանով չանել, ինսետով չանել, ինսետով այդքան էլ լավ չստացվավ։ Այստեղ քաթով անենք alt sin սենց բերում եմ այ սենց այսենց այդ այս հատվածում այստեղ երկի այստեղ connect ենք տալիս սրա հետ այստեղ էլ պիտի cut անենք, որտեղ եթե ոչ կլինի 5 անկյուն այստեղ այսպես այստեղ պիտի քիչնի էս հատված So. Ստոմա նորմալ է իդեպես և ստեղում եմ մի հատ Z այսինքն այս կետերից սենց բռնում բերում եմ այստեղ այսպես ստեղ ունենք այս տուրբոս մտանք արդեն կկարգավորվի Alt-X եմ անում, ես տեսնեմ ես սրանք շատ դեպի դուրս էին այստեղ show cage-ը միացնում եմ show result-ն եմ միացնում որ այստեղ արդեն անում եմ տուրբոս մոտը միացած վիճակով եմ աշխատում դուրս գամ այս տեղից, այս հատվածից կարելի մի թեթև այստեղ show result-ը անջատենք, show cage-ն անջատենք մի հատ գիծեր ստեղ դնենք բայց ոչ alt մեկով, այսինքն կարելի է cut-ով ստեղից մի քիչ հեռվից գալ վերքեն միացնենք իրար բարձրացնեմ այստեղ կտրուն կանցում տեղի ունեցավ որն էլ մեզ պետք էր որ ավելի ցայտուն լինի այստեղ իհարկե հեռանկյունը չենք ունենալու ստից cut-off գալիս ենք
այստեղից այստեղ սենց դուրս են գալիս մինչև վերջ այստեղի կիցնը ջնջում ենք այսենց ինձ թվում է սենց սեսիա պետք գալիս ենք այս հատված ուրեմն F4 ստեղից ես այս երկու տեղից եմ վերցնում կարելի է մի քիչ այս հատվածը հետ բերել որ այս գիծը ամբողջությամբ վերցնի այսպես դուրս եմ բերում մի հատ եմ shift-ը սեղմում դուրս բերում մի հատ եմ բերում այսպես այստեղ այստեղ կարելի է մի հատ գիծ ունենալ այս քաշենք սենց այս ստեղը բերենք գիծը ստեղ կարող ենք դնել Alt 1 սեղմում ենք այսենց գիծը ստեղ ենք ստեղծում այսպես Այստեղ ինչ վիճակ է, այստեղ հատվածը այսքանը նշենք, ասենք insert, մենակ այսքան հատվածը, տենց է թվում, որ այսքանը ասենք, մի հատ էլ պլյուս ենք անում, երկեսի հետ ենք բերում, մենակ այս հատվածը, մենակ այս հատվածները սենց դեպի ներս մի քիչ տանում ենք այսքան տեղը երկես կետեր բերում ենք կենտրոնական ինչքան ցանցը գրագետ արված լինի այդքան ցանկալի է այստեղից ասում ենք Turbo Smooth տեսնում ենք սենց բան ես ինձ եմ պատկերացնում չգիտեմ ինչքանով է ճիշտ սխալ ինձ թվում է այս ձևի է ամեն ինչ այս սենց ենք բերում այստեղ ձգենք այս կողմ այս շոուքեջը միացած այսի հետ ենք տանում ընդհանուր ենք իրենց բերում առաջ այսպես մնաց այս հատվածն բարձրությունը տանք եւ չանֆերներն անենք ավելի ճիշտ սիմետրին այստեղից գալիս եմ ես այս ու այս սեղմում shift-ով դուրս եմ գալիս այսի կարող եմ անջատեմ որ տեսնեմ ավելի հստակ ուրեմն այստեղ մի բան էլ այսի պետք է գա այսենց
կեսի այստեղ կարելի այստեղ մի հատ գիծ ունենալ Alt 1 այս sense ենք անում Այսպես ի բանը կարա տեսնեմ hide selection այս կան հատվածը գալիս է բարձրացած բայց նրան չի գտնում unhide all ենք անում unhide ներողություն unhide all Իմի բարձրություններին անդառնանք այստեղ ուրեմն Այսի մինչև այստեղ բացի այս կետը իջեցնում ենք ներքև ասելու ենք սրան հավասար լինի այս էլ մի քիչ ներքև ենք իջեցնում այս նույնպես Այսել մի քիչ ես սրան ասում եմ այս գիծը ամբողջությամբ մինչև այստեղ դե ասենք իրեն չանֆեր Եվ ստեղ չենք ունենում մենք 5 անգյուն կամ 3 անգյուններ այս տուրբոս մոտը միացնում ենք տեսնում ենք որ այս հատվածը ամեն ինչ հատվածում հետ ամեն ինչ կարգին մի բանը շատ սուր է կարծես թե այս հատվածը ոնց ենք անում այստեղ alt 1-ով մի հատ ենք գիծ դնում Alt 1-ը Swift loop-ն է, այսինքն արագ գիծ։ Արագ գիծ եւ ստեղի ցույց տամ որտեղ է գտնվում show ribbon-ի մեջ, այստեղից այս Swift loop-ը նույն Alt 1-ն է։ Քանի որ սա փակ է, շատ ժամանակ մենք Alt 1-ով ենք դնում։ Այստեղից պետք է ես ասեմ որ սա բարձրն է, երկու այս կետը միայն այս կետը պետք է բարձրանա։ Մնացածները նույնպես, այս երեքն է պետք է բարձրանան սրա բարձրության հասնեն։ Այսպես Եվ սրանք պետք է լինեն չանֆեր։ Ուրեմն այս բոլորը ասենց ընդհանուր, բայց հա իհարկե այս հատվածի հետ գործ չունենք, մենք այստեղ էլ գործ չունենք։ Այսքան մասը պետք է ասվի, որ լինի չանֆեր։ Այս գծերի հետ մենք հիմիկը վարվենք, որ ունենց, որ այստեղ երանգունիներ չունենանք։ Այստեղ մի հատ Alt C-ով կամ cut-ը այստեղից վերցնում ենք, այստեղից տանում ենք այստեղ։
այստեղ եղավ 4 անկյուն, 4, այս էլ է 4, այս էլ է 4, 1, 2, 3, այս էլ 4, այստեղից մի հատ կետ ենք դնում, ու տանում ենք ամեն այս եզրային կետին ենք դնում, 4 անկյուն եղավ, ուղղակի մի քիչ կետը ստեղից վերցնում ենք, ու հետ ենք բերում իրան, այսինքն Հիմի որ մենք տուրբոս մուտ տանք, արդեն ամեն ինչ կլինի մեր ուզածի պես, ոնց արդեն ամեն ինչ նորմալ է, ուղղակի մի քիչ կտրուկ է ստացվել այս դարձվածքը, մենք կարանք էդի փոխենք այս կետերը, ամենը իջեցնում ենք ներքև Նրանք սենց էլ անենք, այսենց իջացնենք ներքև և դուրս բերենք իրեն, այսենց, անցումով լինելու համար, այսենց և իգրեկով, սենց, մի քիչ էլ կարանք այսի, իջացնենք ներքև ու տանենք մի քիչ զետով, որպեսզի կտրուկ ջարդվածք չլինի, այսենց, Այստեղ բոլորը 4 անկյուն եղան, գալիս ենք այս հատված, մենք մի հատ տեսնենք, մինչև որ հատվածն է այստեղ, ուրեմն այս կետը գալիս է պաստորեն մինչև այստեղ, վերևից նայենք, ֆրոնտաժից, այսիստեղ, այսիստեղ, Դես երկուսը այսենց ենք ձգում ուրեմն այս կետը տեսնենք բարձրա, այս կետի իջեցնում ենք 0-ական այսենց իջեցնում ենք այս մի պահ ինչ ոնց փախցրեց Սենց ենք անում մնացածը կարծես թե լավ է, այս գիծը կարանք արդեն մինչև այստեղ սենց անենք, իհարկե այս հատվածը չենք անելու այստեղից պիտի ինքը չանֆերով մի վարկյան ստեմի ատելգից դնենք Alt մեկով կարամ դնենք, այստեղ, գիծը մինչև ստեգ է, այս հատվածից պետք չի որել չանֆեր լինի, այստեղ ասում ենք չանֆեր, այստեղից, սենց ասեցինք, այստեղից գալիս եմ, Այստեղից ասում քատ, այստեղից, ձգում եմ մինչև այստեղ, այսպես, մի հատ էլ քաթով, այստեղից, տանում եմ այստեղ, Այս էլ եղավ 4 անկյուն 1, 2, 3 ու վերջը 4 ուղղակի այս ամենի մի քիչ բարձրացնում ենք վերև իսկ ստեղից էլ իջեցնում ենք այսի ընդհանուր ենք իջեցնելու իհարկե այս ընդհանուր նշեցինք իջեցնենք ներքև այսքան հետո տուրբոս մոտը միացնենք տեսնենք ինչ եղավ շատ ճիշտ շատ ամեն ինչ ճիշտ եղել
դեր 4 սեղմենք, մենք գանք այս դաշտ show cage-ը եւ result-ը միացնենք, այս հատվածը արել ենք, ինչ սենց անենք, ինչ կարելի է մի հատ բիզ դնել ստեղ, այս սենց եմ անում, connect եմ ասում, մի հատ գից ավելացավ, այստեղից ավելյալ կետ, որտեղից կարող ենք բռնել, այս կարող ենք head-ը բերել, այս կարող ենք սենց բերել, սենց ընդհանուր երկուսն իրար հետ առաջ տանենք, այսպես, այս սենց, այս հատվածն էլ սենց ստացանք, այս կետը կարելին է ետ վերել ընդհանր, այս սենց, եթե մի հատ գիծեր ստեղ ստանանք, ավելի շատ գործողություն կարանք կատարենք, ես էլ սենց կլորացնենք քիչ, նորացենք, որ ոսմոտ լինի, այս քանը բոլորը առաջ եք տանում, այդպես, այսքանից հետո գալիս ենք այս հատված, ռեզուլտը անջատում ենք, ես էլ ենք անջատում, այսքանին ասում ենք chamfer, մի քիչ բացենք, որտեղ այստեղից այս կենտրոնից մի հատ սենց բան ենք ասում, connect ենք ասում, ստեղ 4 անկյուն ունեցանք, 1, 2, 3, 4 էլ ստեղ ունեցանք, արզա այս էլ ասնենք առաջ, մնացած հատվածներն նայենք, այստեղ ոնց է, այս խնդիրը լուծված չի դեռ, ռաբլին էի կպել և իջեցնում եմ ներքև, միատել ենք գիծ դե դնում, որպեսզի այդ կորությունը ավելի լավ լինի, այս հենց, միատել սենց ենք դնում, այս կետս իչ քաշվում հետ, ընդհանուր իրան դի ասեմ առաջ գա, սրանց հատվածը ստեղ գա, այսենց, ես տեղ կարող եմ արդեն ասել chamfer, այստեղ կամ ինչ կարգավորված է, ասում եմ ստեղ chamfer,
Ես մասն ստացա, ես այս հատվածն եմ ստացել։ Գալիս եմ այս հատված, տեսնեմ ինչ ունեմ այստեղ։ Ստեղ ես կարող եմ ասել Alt R, այսին ring-ը, բոլոր զուգահեռ նշումը, ասեմ մի հատ connect, մի հատ գիծ, և այդ գիծը և այս գիծը երկուսն են բարձրացնում են վերև։ Մի պայս թողում ենք ու սա ենք միայն բարձրացնում, ավելի բարձր և կարելի այս կետը մեզ գիծը մի քիչ ներքև իջացնենք։ Այստեղից կարանք մի հատ հատվածից մի քիչ ես կողմ գալ և սիմետրի նշանակել արդեն։ Տուրբոսմուտը կարող ենք հանել, միշտ տուրբոսմուտը պետք է հիշենք ու սիմետրից հետո է դրում։ Տուրբոսմուտը այս բան չենք դնում, սիմետրին միացնում եմ։ Իմ մոտ 25 թվականի դեմաքսն է, այս ձևով սիմետրին աշխատում, ավելի լավ տարբերակ է, պարզ ավելի, mirror-ով այստեղ x առանցքով ասում որ այստեղ ինքը այդ Alt-X անեմ, տեսեք, այս վերում եմ, այս վիճակին, իրենք ձուլվեցին այստեղ, ամեն ինչ շատ ճիշտ է, դիես սա վերևից այս հատվածում կարող ենք հետ գանք այս մասում մի հատ էլ այստեղ գիծ դնենք սենց անենք սիմետրի գանք, տեսնենք որ իրենք իրար մեջ մտան արդեն, այս մի կետն է մնացել, կարանք այս մի կետը սենց մոտեցնենք իրար, սենց մի քիչ էլ այս դուրս բերենք, այսպես, սիմետրիով այսի ստացանք, մեզ պետք է տուրբոսմուտ, երկու հատով ստացանք այս պատկերը։ Հա, մոռացել ենք մի բան, գանք էստեղ, մի բան ենք մոռացել, այստեղ տուրբոսմուտից առաջ, սիմետրից հետո, մի հատ նորից edit poly ենք դնում, այս գիծը, ասում ենք chamfer, մի քիչ շատ ենք ասում, ու ասում ենք նոր, այստեղից հետո նոր ասում ենք տուրբոսմուտ, այս հատվածը բաց ենք թողել, ինչ ենք անում, այս սիմետրից հետո է, սիմետրից առաջ գտնվող edit poly-ով ենք այս հարցը լուծում, գալիս ենք ստեղ, ասում եմ ես, այստեղից կետը վերցնում, բերում եմ իրան մոտիկ, իդեպ այս show result անջատում ենք, որ տուրբոսմուտը չաշխատի, ստեղից գալիս ենք vertex, այս ստեղ մի հատ պետք է մեզ մի հատ է գիծ, կետերը ընդհանուր նշում առաջ եմ տանում, ես կետը ստեղ պետք է որ լինի, դեպ ես սենց եմ անում,
Ինչ է տեղի ունենում այստեղից այս կետը առաջ եմ տանում, այս նույնպես եւ սրանք սիմետրի ժամանակ արդեն իսկ ձուլվեցին, այստեղից դուրս եմ գալիս, այստեղ եւ տուրբոսմոտ, այստեղ սա ինչ-որ բան եմ, միամիտ կպել եմ, գիծը ավելացե կամ կետը ավելացե, այսպես, Ctrl Backspace-ով ջնջում ենք այդքան բան, այստեղից հետո գալիս եմ տուրբոսմոտ, ինչն է խնդիրը այստեղ, ուրեմն քնեկների ժամանակ եղել որ կպել եմ երևի ուրիշ գծերի բան առաջացել սրանք կրկնակի կլիկով լուպ է լինում ջնջում ենք դրանք ոնց որ չկա էլ այստեղից հետո որ այստեղ մենք կորցրինք ընդհանրապես այստեղ երևի չամֆերի հետ էր կապված ամեն դեպքում նորից չամֆեր ենք անում ինչ սուր ենք դարձնում իրեն ստացանք մենք մեր օբյեկտը այսքանը ուրեմն քիչ չափ այստեղ ներս դուրս այդ արդեն էական չի կարևորը պրինցիպներն էլ ամեն դեպքում ստացանք այս օրնամենտը 3D մոդելը չմոռանանք լայքերի մասին եւ բաժանորդագրվեք այսքանը հաջողություն